Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Նոր ձայնագրություն Բաքվի բանտից, ինչ է հայտնել Դավիթ Բաբայանը։ 1 միլիարդ 600 միլիոն դրամ եվրոպացի պաշտոնյաներին ընդունելու համար, ինչի վրա է ծախսվել պետական բյուջեի գումարը և որ ծախսերն է կառավարությունը գաղտնի պահում։ Թանկացող Հայաստան, 8 տարում սնունդը թանկացել է 40%-ով, 2018-ի խոստումներն ու 2025-ի գները։ Բերքի փոխարեն ջարդված այգիներ ու պարտքեր, կարկուտը 20 րոպեում ոչնչացրել է գյուղացու ամբողջ տարվա աշխատանքը։ Խնդիրը լուծում են, թե պարզապես ծածկում ասֆալտի տակ, ինչու են Երևանի փողոցները անձրևից հետո վերածվում գետերի։ Կարծում եմ բարձ ախր Երևանում ջրհեղեղներ լինեն։ Պեկինի շքեղ ընդունելությունը և աշխարհի ամենամեծ մրցակցության իրական դեմքը, ժպիտներ Պեկինում, գլոբալ մրցակցություն կուլիսներում։ Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ կամ շուրջ 4 միլիոն 300 հազար դոլար է ծախսվել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացնելու համար։ ABC մեդիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է վարչապետի աշխատակազմը։ Միլիոնավոր դրամներ ծախսվել են եվրոպացի պաշտոնյաների ընդունելության, հանդիսավոր արարողությունների, տեխնիկական ապահովման, ճաշկերույթների և կազմակերպչական այլ աշխատանքների համար։ Մինչդեռ մի շարք կարևոր ծախսերի մանրամասներ կառավարությունը հրաժարվում է հրապարակել, դրանք որակելով պետական գաղտնիք։ Կազմակերպչական հիմնական աշխատանքները հերթական անգամ վստահել են Factory Production ընկերությանը, որը միայն հոնորարի համար ստացել է 48 միլիոն դրամ։ Ծախսերի թվում են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալությունը 63 միլիոն դրամ, համալիրի տեխնիկական ապահովումը 280 միլիոն, դահլիճների տեղաբաշխումն ու կահավորումը 264 միլիոն դրամ, բացման հանդիսավոր արարողության համար հատկացվել է ևս 120 միլիոն դրամ, իսկ գույքի և տեխնիկական միջոցների ապահովման համար լրացուցիչ 102 միլիոն։ Եվրոպացի հյուրերի պաշտոնական ընթրիքը կազմակերպվել է Դվին հանդիսությունների սրահում։ Ֆուրշետի համար պետական բյուջեից ծախսվել է 24 միլիոն դրամ, ևս 72 միլիոն մշակութային և տեխնիկական ծրագրի կազմակերպման համար։ Մարզահամերգային համալիրում կազմակերպվել են նաև պատվիրակությունների և լրագրողների ճաշերը։ Միայն այդ հատվածի ծախսերը կազմել են մոտ 80 միլիոն դրամ։ Սակայն թե որքան գումար է ծախսվել Հայաստան ժամանած պատվիրակների կեցության, անվտանգության, տեղափոխման և այլ ծառայությունների համար, վարչապետի աշխատակազմը հրաժարվել է հայտնել այդ տեղեկությունը որակելով պետական գաղտնիք։ Բայց քաղաքական դաշտում այսօր քննարկվում է մեկ այլ զգայուն հարց՝ վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքերն ու դրա հետևանքները կրթական համակարգում։ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է երեկվա քարոզարշավից հետո առաջացած աղմուկին, հայտարարելով, որ Արագածոտնի մարզի 4 դպրոցի տնօրեններ ազատման դիմում են գրել։ Նրա խոսքով այդ դիմումները դեռ չեն մակագրվել, քանի որ սկսվել է ծառայողական քննություն։ Փաշինյանն ասում է, գործընթացը նպատակ ունի պարզել, եղել է արդյոք քաղաքական ազդեցություն կամ ապօրինի հրահանգ։ Որպեսզի չստացի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատվենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Հենց երեկ ABC մեդիան անդրադարձել էր քարոզարշավների ընթացքում ուսուցիչների ներգրավման և քաղաքական գործընթացներում կրթական համակարգի մասնակցության վերաբերյալ հարցերին, բարձրացնելով նույն խնդրի շուրջ հանրային քննարկումը։ Ընդ որում, մեր պատրաստած ռեպորտաժում կան ապացույցները, որ Արագածոտնում դասերը դադարեցրել են ուսուցիչներին ու աշակերտներին տեղափոխել քաղաքացիական պայմանագրի քարոզարշավին, և ուսուցիչներից մեկն էլ խոստովանում է, որ համայնքապետարանի տրամադրած ավտոբուսներով են գնացել քարոզարշավի։
Այս դեպքին անդրադարձել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի քաղաքական միջոցառումներով։ Անահիտ Մանասյանի խոսքով երեխաների մասնակցությունը հանրային գործընթացներում կարևոր է, սակայն դա չի կարող իրականացվել դասապրոցեսի հաշվին։ Օրինակ, մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ կամ մի իրավիճակի մասին կարող ենք իմանալ, մեկը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ, բայց պետք է սրան շատ մեծ ուշադրություն դարձնել եւ կրթության իրավունքի երաշխավորումը պետք է նաեւ քաղաքական բոլոր գործընթացների ընթացքում առաջնահերթ լինի։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում եւ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից ու նաև բնականաբար եթե ընտրելու իրավունքի հետ կապված որևէ հանգամանք հարկադրանքի մեջ ներառի եւ այլն, բնականաբար սա եւս խնդրահարույց է, բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգի մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցես, հետեւաբար այդ process-ն ենք ուսումնասիրում։ Իդեպ քիչ առաջ պարզվել է, որ Բրյուսովի անվան պետհամալսարանում մի շարք անձինք են ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Տեղեկությունը ABC մեդիային հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածը համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչն է։ Սակայն քաղաքական օրակարգը չի սահմանափակվում միայն այս հարցերով։ Քարոզարշավը շարունակվում է, իսկ քաղաքական ուժերը շարունակում են խոսել ապագայի, բարեկեցիկ կյանքի եւ տնտեսական առաջընթացի մասին։ Բայց հենց այս խոստումների ֆոնին հասարակության առօրյան այլ պատկեր է ցույց տալիս։ Օրինակ, վերջին անգամ խանութ մտնելիս 10,000 դրամով որքան առևտուր եք կարողացել անել։ Կարողացել եք գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ կամ քանի օրվա համար եք կարողանում 10,000 դրամով առևտուր անել։ Իսկ գիտեք, որ վերջին տարիներին պարենամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության մթերքի շուկայում մինչև 40% գնաճ է արձանագրվել։ Բայց մեր հարցումների համաձայն բնակիչների մեծ մասի համար գնաճը պարզապես վիճակագրական թիվ չէ։ Դա այն պահն է, երբ ծնողը խանութում երեխայի ուզածը հետ է դնում դարակում։ Այն պահը, երբ ընտանիքը սկսում է ընտրել՝ միս գնի, թե միրգ։ Այսօր Հայաստանում ամենաթանկ բանը երբեմն նույնիսկ միսը կամ կարագը չէ, այլ սովորական հանգիստ ապրելը առանց ամեն գնումը հաշվարկելու։ Տնտեսական հեղափոխություն, բարեկեցիկ կյանք, մրցակցային շուկա, սրանք էին խոստումները 2018-ին։ 8 տարի անց խոստումներում ոչինչ չի փոխվել, փոխվել է մարդկանց կյանքը։ Անցնող 8 տարիներին 35-ից 40% գնաճ է գրանցվել պարենամթերքի ու այլ առաջին անհրաժեշտության մթերքի շուկայում։ 2018 թվականին իշխանության գալով Նիկոլ Փաշինյանի թիմը խոստանում էր տնտեսական հեղափոխություն, մենաշնորհների վերացում, ազատ մրցակցություն եւ քաղաքացիների կյանքի բարելավում։ Սակայն 8 տարի անց պաշտոնական թվերը ցույց են տալիս այլ պատկեր։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի սպառողական գների ինդեքսի տվյալներով 2018-ից մինչև 2025 թվականը առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ ոչ միայն չեն էժանացել, այլ թանկացել են տասնյակ տոկոսներով։ 2018-ից 25 թվականների գնաճը հաց եւ ձավարեղեն շուրջ 40% աճ, միս մոտ 35-ից 40% աճ, կաթ, պանիր, ձու մոտ 30-ից 35% աճ, բուսայուղ եւ ճարպեր ավելի քան 55% աճ, մրգեր շուրջ 35% աճ, բանջարեղեն մոտ 45% աճ, շաքար, մեղր, քաղցրավենիք շուրջ 25-ից 30% աճ, սուրճ, թեյ, կակաո ավելի քան 40% աճ։ Առավել կտրուկ թանկացումները գրանցվել են հատկապես 2021-ից 2022 թվականներին։ Օրինակ, բուսայուղի եւ ճարպերի դեպքում տարեկան գնաճը հասել է 25.6%-ի, իսկ բանջարեղենի դեպքում 28.1%-ի։ Տնտեսագետների խոսքով պատճառները բազմաթիվ են՝ ներմուծումից մեծ կախվածություն, միջազգային շուկաներում պարենի թանկացում, լոգիստիկ ծախսերի աճ, դրամի փոխարժեքի տատանումներ, նաեւ ներքին շուկայում սահմանափակ մրցակցություն։ Սակայն տնտեսագետ Հրայր Կամենդատյանի կարծիքով պաշտոնական թվերն անգամ ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։ Գնաճը 80, 90, 100, 120, 200%-ի տարբերություններ կան այստեղ։ Այդ կառույցը խախտվող կառույց է, հստակ արձանագրել։
Այս ֆոնին իշխանությունը պարբերաբար հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին։ Վերջին տարիներին նվազագույն կենսաթոշակը մի քանի փուլով բարձրացվել է, սակայն քաղաքացիներն ասում են, խանութում այդ բարձրացումը գրեթե չի զգացվում։ Նույն գումարով գնվող ապրանքների քանակը շարունակ նվազում է։ Եթե 2018 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում էր ամսական շուրջ 61000 դրամ, ապա այսօր նույն զամբյուղի արժեքը զգալիորեն ավելի բարձր է։ Ամբողջ սննդամթերքը թանկացել է, ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, բայց այո։ Հատկապես Բոլորը առանց բացառության։ Ոչ նկատել եմ, իսկապես տենց է։ 10,000 ավելացա, բայց 3 ամիս առաջ թանկացել էր գները արդեն։ Մեզ համար դժվար է, ինձ համար դժվար է, չգիտեմ։ Հենց նոր մտա մսի խանութը 5500։ Այսինքն այդ 10,000-ը որ ավելացրել է, ես չեմ կարող 2 կիլո միս էլ առնեմ։ Հասկացա՞ք։ Իսկ մարկանց գոնե ամիսը մեկ անգամ կարելի է չէ միս ուտել։ Ամեն ինչն է բանը, բոլորը ամեն բան։ Իհարկե նկատել ենք, բայց ուղղակի ցանկություն չկա խոսալու։ նկատել եք, որ պետքերը բարենամտորեն թանկացել են։ Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ես ոչ մի հարց չեմ ուզում պատասխանել։ Դուք չգիտեք, որ թանկացել է։ Հատկապես որ ապրանքներ։ Բոլորը։ Սամթեր կան։ Ամեն ինչը ես ի վիճակի չեմ անգամ միս առնելու։ Նշանալու է։ Հա։ Անգամ այն Կապիկյան Թորոսյանը Կապիկյանը այդ Արսենը, անգամ այն բանկի փողերն են կուլտալի չեն տալի։ Գնաճը բնական է, բայց ըստ մասնագետի յուրաքանչյուր կառավարություն կարող է իր երկրում զսպել այն։ Դրա համար անհրաժեշտ է միայն ցանկություն։ Այս տարբերությունները ճիշտ է գնացին են, ճիշտ է այս տարբերությունները ապրիորի մեզանից անկախ գոյություն ունեն, բայց խնդիրը նա է, որ մենք ունենք նաև պետություն եւ ունենք կառավարություն, այդպես կառավարություն չեմ ասում, կառավարություն։ Եվ այդ կառավարությունը պարտավոր է շուկայում անընդհատ առաջ եկող դիսբալանսի այդ բաղադրիչների, ինդիկատորների հետ կապված աշխատանքներ ձեռնարկել։ Այսպիսով թվերով թոշակներն ու աշխատավարձերը գուցե բարձրացել են, բայց մարդկանց գնողունակությունը ոչ։ Եվ երբ իշխանությունը խոսում է սոցիալական առաջընթացից, պաշտոնական վիճակագրությունը հիշեցնում է մեկ այլ իրականություն։ Հայաստանում աղքատության մակարդակը ըստ տնտեսագետի շարունակում է մնալ շուրջ 25%, այսինքն յուրաքանչյուր 4-րդ մարդը Հայաստանում շարունակում է ապրել աղքատության պայմաններում։ Սեդա Մակարյան, Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մարդկանց առօրյայում ամենօրյա խնդիրները հիմնականում զգացվում են խանութներում, կոմունալ վճարելիս, բայց հասարակության համար ոչ պակաս կարևոր է նաև այն միջավայրը, որտեղ այդ կյանքն ընթանում է՝ քաղաքը, փողոցները, ենթակառուցվածքները։ Մի կողմից իշխանությունը պարբերաբար խոսում է նորոգված ճանապարհների, ասֆալտապատման ծրագրերի ու քաղաքային բարեկարգման մասին, բայց իրականում երբեմն քաղաքում տպավորություն է ստեղծվում, թե խնդիրները լուծելու փոխարեն պարզապես ծածկվում են։ Օրինակ, հեղեղատարները, որոնք պետք է անձրևի ժամանակ ջուրը հեռացնեն փողոցներից, հաճախ հայտնվում են ասֆալտի տակ, կամ տեղեր կան, որտեղ դրանք պարզապես լցված են ավազով ու հողով, ու այդպես էլ չեն մաքրվում։ Դրա համար էլ յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո քաղաքում շրջելու համար նավակներ ենք փնտրում։ Եվ այս պատմության մեջ արտառոցն այն է, որ խնդիրը բացահայտում է ոչ թե քաղաքապետարանը կամ այդ ասֆալտապատմանը հետևող ընկերությունը, այլ շարքային քաղաքացին ու անձամբ փորձում ուղղել համակարգի սխալները։ Քաղաքապետարանը ասֆալտապատում է Երևանի հեղեղատարները։ Դրանցից մեկը բացահայտել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը Գայի պողոտայի վրա Նորքի 4-րդ զանգվածում։ Որոշեցի քանդենք ու պեղենք հեղեղատարը պեղեցինք, հեղեղատարի մեջից էլ խողովակը գտանք։ Կարծում եմ բարձ աթղթ Երևանում ջուր հեղեղներ լինում։ Հայրումյանը բացահայտել է հեղեղատարի տեղը, երբ նկատել է ասֆալտի վրա իջած հատվածը, որը բարեբախտաբար առաջացել էր մեքենաների անցնելու հետևանքով։ Հակառակ դեպքում հեղեղատարն այդպես էլ մնալու էր ասֆալտի տակ։
Իհարկե ես արդեն չեմ կարող շարունակել խողովակի խցանումը մաքրել, դա հատուկ տեխնիկայով է պետք անել, բայց ամեն դեպքում ցույց տվեցի, որ եւ հեղեղատարը կա, եւ խողովակը կա։ Ընդամենը մի քանի մետր այն կողմ հերթական հեղեղատարն էր, որ թեպետ չէր ասֆալտապատվել, բայց մինչև վերջ աղ ու ավազով քերած ասֆալտով էր խցանված։ Այս մի քանի հեղեղատարի խցանման արդյունքը լինում է 70-80 սանտիմետր ջրի կուտակումը Գայի պողոտայի գոգավորության հատվածում։ Այդ հեղեղումների մի մասն էլ հենց այստեղից է ջուրը գնում այնտեղ, այսինքն որ այդ հեղեղատարները աշխատեն, այստեղ անհնար է լինեն հեղեղումներ։ Բայց Գայի պողոտան միակը չէ, որտեղ հեղեղատարներ են ասֆալտապատում։ Քաղաքի կենտրոնում Ամիրյան Մաշտոց խաչմերուկում Հայրումյանը մեկ շաբաթ առաջ էր ֆիքսել այս նկարը։ Հաջորդ օրը քաղաքապետարանը բացել էր հեղեղատարը։ Էդուարդը հեղեղատարների ասֆալտապատումը տան լոգարանի հետ է համեմատում։ Ոնց որ գիտեք ինչն է, ոնց որ բաղնիքի մետլախ շարողը, մետլախը շարելուց այդ ցեմենտ բանը պիտի ասենք տան տրապը կամ ցելոֆան կամ շոր են գցում այդ արանքը, որ հանկած մետլախ շարելուց ինչ որ ցանց չընկնի, ցեմենտ ավազ կամ ցեղ չընկնի արանքը, ոնց որ չգցեն ու մետլախը շարելուց գան խցանեն ցեմենտով, այդ լավագույն տարբերակը, վատագույնը գան ուղղակի այդ բանի բաղնիքի լողանալու հատվածի տրապը գան sense մետլախը շարեն, պրոստեն ասեն դե ես իմ գործը արել եմ, էլի։ Հայրումյանն այս ամենն անում է առանց փոխհատուցման, երբեմն զոհելով սեփական աշխատանքը։ Ասում է շատերին թվում է սա է իր աշխատանքը, բայց հեղեղատարները մաքրում է քաղաքապետարանին ու Վեոլիային օրինակ ծառայելու համար։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ երեկվա անձրևն ու կարկուտը ոչնչացրել են Ալավերդիում գյուղացու ամբողջ տարվա բերքը։ ABC Media-ին լուսանկարներ եւ տեսանյութեր են տրամադրել Ջիլիզա գյուղից։ Տեղացիները պատմում են, որ հորդառատ անձրևի ժամանակ մոտ 20 րոպե անդադար կարկուտ է եկել ու մեծ վնասներ հասցրել։ Բացի այն, որ հողին է հավասարվել նոր դուրս եկած ծածիրները, վնասվել են նաեւ ծառերը։ Պտուղ գրեթե չի մնացել։ Կարկուտ, տեղատարապ անձրևներ Լոռու մարզի մի շարք գյուղերում։ 20 րոպե կարկուտը հողին է հավասարեցրել նոր դուրս եկած ծածիլները, վնասել պտղատու ծառերը։ Ալավերդիի շրջանի Ջիլիզա բնակավայրի վարչական ղեկավարը մեծ զրույցում պատմել է, ինչ վնասներ ունեն գյուղացիները։ Կարկուտից հետո այդ հորդառած անձրևից սելավաջրերը մտել են բնակիչներից մեկի անասնագոհ, այնտեղ 17 գլուխ խոճկոր ջրահեղձեր է։ Որոշ հատվածներում ցանած կարտոֆիլի հողամասերում ոչ այդքան մեծ չասի, բայց որոշ վնասներ հասցրել է հողամասերի, նկողները լցվե անձրևը, ավտոտնակը լցվե, տները լցվե, մեկ էլ ավտոտնակում այդ փորած փոսը որ կա մեքենաները որ սպասարկում են, մեկի ավտոտնակում հետապլվե։ Վարդանյանի խոսքով հորդառատ անձրևն ու կարկուտը կեսօրից հետո են սկսել բնակավայրում։ Հակակարկտային կայան գյուղում եւ հարակից հատվածում չի եղել եւ չկա, նշում է վարչական ղեկավարը։ 911 զանգե համապատասխան մարդկանց ուղարկել են, եկել են, տեսել են։ Հիմնականում այդ անասունների, խոշկորների ջրահեղձերած դեպքն ենք ավելի շատ ուշադրություն դարձրել, իսկ մնացած մասով նկարներ ունենք, հիմա համապատասխան հանձնաժողովը տեսնենք ինչ կորոշի։ Սեզոնային տեղատարապն ու կարկուտը նորություն չեն։ Գյուղացիների համար լավագույն աջակցությունը նախ հակակարկտային համակարգ ունենալն է, վնասները մեղմելը, նշում է Աշոտ Հարությունյանը։ Նախ հակակարկտային համակարգը կենտրոնացված պետք է աշխատի։ Պետք է աշխատի վնասների փոխհատուցման մեխանիզմ, բայց մինչև դա պետք է վնասների հաշվառման, գնահատման մեխանիզմ աշխատի։ Անմիջականորեն, ոչ թե ուղղակի խոսքով։ Եվ ամենակարևորը պետք է ապահովագրական համակարգը աշխատի, որպեսզի մարդիկ կարողանան վարչարարությունից դուրս գան, բյուրոկրատիզմից դուրս գան, կոռուպցիոն երևույթներից խուսափեն։ Գյուղացուն իր խնդիրների հետ մենակ են թողել, նշում է Հարությունյանն ու հավելում, բնական աղետները ժամ ու պատարակ չեն հարցնում, դրան միշտ պատրաստ պետք է լինի պետությունը, հնարավորինս կանխարգելելու, այնուհետև վնասները փոխհատուցելու համար։ Օրինակ հարևան Վրաստանում տեղատարապ անձրևների եւ կարկուտի դեմ պայքարը 2015 թվականից է մեկնարկել։ Կախեթիի շրջանում Վրաստանի կառավարությունը վերականգնել եւ ընդլայնել է խորհրդային տարիների հակակարկտային համակարգը։
Ըստ Վրաստանի կառավարության, համակարգը կարող է 80-ից 90%-ով նվազեցնել կարկուտի պատճառած վնասը, բայց դրանով չեն սահմանափակվում։ Գյուղատնտեսական ապահովագրությունն ու սուբսիդավորման ծրագրեր են գործում։ Հայաստանում էլ կան նման ծրագրեր։ Օրինակ Ջիլիզայում որ ծրագիրն է գործելու։ Ինչ քայլեր է իրականացրել կառավարությունը։ Զանգեցինք մարզպետարան, բայց արձագանք չստացանք։ Կառավարության ծրագրերը չեն գոհացնում գյուղացիներին, չեն գոհացնում, որովհետև ճիշտ չի գործարկվում, նշում է Աշոտ Հարությունյանը։ Մարդկանց հանդիպեցի, ասի ձեզ, որ կարկուտ էր տեղացել 24-25 թվականին, ինչքան են փոխհատուցել, ոչ ավել, ոչ պակաս Ծիրանի այգեքեր, ասես 1 հեկտարի համար իրեն փոխհատուցել են 38,000 դրամ։ Դա խայտարակություն է, դա պետական միջոցառում չի, կամ մարդկանց ներողություն եմ խնդրում ձեր կառնոցիա, պետք է պետական մեխանիզմներ լինի, որպեսզի մարդիկ կարողանան վնասի հետևանքները մեղմացնել։ 2025 թվականին մենք այցելել էինք Արարատի, Շիրակի մարզեր, զրուցել բնակիչների հետ։ Իդեպ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղ 1 տարի առաջ հենց այս օրն էինք այցելել։ Մոտավորապես 1 մետր բարձրության վրա եղել ստե ջուրը, արդեն տեսնում եք, ամբողջ ճղերը ներքևի հատվածի, գեղտնել վրանա։ Մի քանի այգիներով սպլաշնոյ վերցած իջնում էր։ Եկավ տենց տան այգինա։ Հեսա ցեխերը կրում բերում ենք, սա ճահճացել է։ Այդ տիղմը բերում լցում ենք ստեղ բարձր էր հոսքը։ Հիմա այս կոճղերին որ նայեք, այնա հաստությունը մոտ 50 սանտիմ բարձրությունով արագ հոսքով լցվում էր տաները, սա գարաժ, թոնրատուն։ Գյուղացիների հետ հեռախոսազրույցներից պարզեցի, որ չնայած մեծ վնասներին, չնչին փոխհատուցում են տվել։ Կարկուտը մի քանի րոպեում ոչ միայն բերքն է ոչնչացնում, այլ նաև մարդկանց ամիսների աշխատանքը, սպասումն ու ապրուստի հույսը։ Ամեն տարի նույն պատկերն է՝ վնասված այգիներ, կործանված սածիլներ, պարտքերի տակ մնացած գյուղացիներ։ Նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը տարբեր խոստումներ են տալիս։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին է խոսում։ Հայաստան կուսակցությունների դաշինքը գյուղատնտեսության աջակցության եւ վնասների փոխհատուցման մեխանիզմների մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն էլ գյուղատնտեսության եւ արտադրության խթանման ծրագրեր խոստանում։ Այս խոստումների ֆոնին գյուղացին փրկված ծառերն ու սածիլներն է հաշվում։ Անիա Բաղյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Անդրադառնանք պաշտոնական լրահոսին։ Պարզվում է, տարածաշրջանում խաղաղության գլխավոր ջատագովը հենց Ադրբեջանն է։ Առնվազն այդպես է ներկայացնում իրավիճակը Բաքուն։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ցույց է տալիս Բաքվի խաղաղության եւ կայունության հասնելու ձգտումը։ Հաջիևը նաեւ խոսել է օկուպացիայից, ռազմական ագրեսիայից եւ ծանր ժառանգությունից, նշելով, որ Ադրբեջանի տարածքների մի մասը մինչ օրս ականապատված է։ Իսկ հետո արդեն հայտարարել, թե իբր Ադրբեջանը ոչ միայն վերականգնել է իր ինքնիշխանությունը, այլև այժմ պատրաստ է գործակցության ու խաղաղ համակեցության Հայաստանի հետ։ Բայց մինչ Բաքուն միջազգային հարթակներում խոսում է խաղաղությունից, գործակցությունից ու բարի կամքից, ադրբեջանական բանտերից շարունակվում են բոլորովին այլ բովանդակության պահազանգեր։ Դավիթ Բաբայանը, որը գրեթե 3 տարի ապօրինի պահվում է ադրբեջանական բանտում, ձայնային հաղորդագրությամբ պատմել է իր իրավունքների խախտումների մասին ու դիմել հայ ժողովրդին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին։ Բաբայանը հայտարարել է, որ Բաքվում ընթացող գործընթացը ոչ թե դատավարություն է, այլ էթնոքաղաքական վենդետա ուղղված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի դեմ։ Բայց կա նաև այս ձայնագրությունների հակառակ կողմը։ Ինչու է Ադրբեջանը թույլ տալիս այդպիսի բովանդակությամբ ձայնագրություններ հնչեն հենց իր վերահսկողության տակ։ Հնարավոր ինչ ծուղակ է պատրաստում Ադրբեջանը եւ ինչպես է օգտագործում հայ գերիների թեման Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալի, ներկա եւ ապագայի։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է Բաքվից ձայնագրությամբ ուշադրություն հրավիրել ապօրինի դատավարությանը։ Տարբեր տարիներին Ադրբեջանի բանտերի մասին հազանգել են թե միջազգային կազմակերպությունները, թե հենց ադրբեջանցի լրագրողները։
Օրինակ Human Rights Watch-ը հրապարակել է հայ գերիների նկատմամբ բռնությունների եւ նվաստացումների մասին տվյալներ, նշելով, որ կան ծեծի, էլեկտրաշոկի եւ հարկադրանքի վկայություններ։ Իսկ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Ադրբեջանի իրավապահ համակարգում խոշտանգումները ժամանակին բնութագրել էր որպես համակարգային եւ լայն տարածում ունեցող երևույթ։ Իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքվից հայ գերիները դիմում են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին եւ պահանջում Բաքու գնալ տեսակցել նրանց։ Կծանոթանա թե ինչպես է ընթացել, ինչ լուրջ եւ կոպտագույն խախտումներով ընթացել թե հետաքննությունը, ամբողջ քննությունը եւ թե դատավարությունը, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաեւ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանցակարգի կոպտագույն խախտումներով։ Տարածված ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ակտիվացել ու այցելել է հայ գերիներին։ Սիրանուշ Սահակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ գերիները բազմաթիվ խնդիրներ են ունեցել եւ պահանջել են պետական միջամտություն։ Սակայն Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը միշտ անտեսել է այդ խնդիրները։ Այս կառույցի տիրույթում է օրինակ գերիներին ապօրինի դատավճիռները թարգմանությամբ նրանց կամ նրանց ընտանիքներին չտրամադրելու հարցը կարգավորելը։ Անկախ փաստաբանների հետ հանդիպումներ չեն լինում եւ այս խնդրի կարգավորումը եւս Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի տիրույթում է։ Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ինչու ադրբեջանական ՄԻՊ-ը ինքնուրույն չի լուծում այն հարցերը, որը բացառապես գտնվում է այդ կառույցի մանդատի ներքո եւ այդ խնդիրների լուծմանը ներ է գրավում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որը ցավոք սրտի Ադրբեջանում որևէ իշխանություն, իրավասություն, լիազորություն չունի։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանում ունի նույնքան իրավունք եւ հնարավորություն, որքան արտասահմանցի զբոսաշրջիկը։ Նա չի կարող մանդատի ուժով հանձնառել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի Փարիզյան անկախության չափանիշներին համապատասխան որակավորում եւ կարող է ակտիվ ներգրավվածություն ունենալ միջազգային հարթակներում բարձրացնելով Բաքվում պահվող գերիների հարցը։ Մինչդեռ նա անգամ Հայաստանի ներսում գերիների հարազատների հետ պատշաճ շփումներ չի ունենում, վկայում են գերիների հարազատները։ Այս 2.5 տարվա ընթացքում ՄԻՊ-ի հետ հանդիպել ենք մեկ անգամ մեր նախաձեռնությամբ, բարձրացրել ենք որոշ հարցեր, որին խոստացել էր պատասխաններ տալ, բայց մինչ օրս պատասխանները չկան։ Անահիտ Մանասյանն ասեց, որ կապի մեջ է Ադրբեջանի գործընկերոջ հետ եւ կփորձի մեզ օգնել որոշ հարցերում։ Թե Ադրբեջանի գործընկերոջ հետ կապի ընթացքում ինչպես է մարդու իրավունքների պաշտպանը օգտակար եղել, օրինակ Դավիթ Իշխանյանի հարազատներին, շոշափելի չէ։ Գուցե պատճառն այն է, որ այդ մեկ հանդիպումն է միայն եղել, այն էլ գերիների հարազատների խնդրանքով։ Իսկ ինչ կտա Բաքվին, եթե օրերից մի օր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը որոշի եւ այցելի Բաքվի գերիներին։ Ադրբեջանական ՄԻՊ-ը Հայաստանի ՄԻՊ-ի ներգրավվածությամբ կարողանալու է քողարկել այդ խոշտանգումները եւ ինչու ոչ լեգիտիմացնել այսպես կոչված միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ հայ բանտարկյալների համար։ Եվ երկրորդը իմ գնահատմամբ սա նաեւ շեղող տակտիկա է, որովհետև մենք գործ ունենք ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների հետ, որոնց իրավունքի խախտման վերացումը ենթադրում է նրանց ազատ արձակում։ Եվ եթե նրանք ազատ արձակված չեն, հետագա երաշխիքները դեռևս չեն նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը լուծվել են, եւ ադրբեջանական ՄԻՊ-ը փորձ է անում ազատ արձակման խնդրից ծառաբեռնվածությունը տեղափոխել նրանց պայմանների ապահովման խնդրին։ Գերիների պահման պայմանների հարցը կարևոր է, նրանց ընտանիքների հանդիպումները եւս։ Բայց այս խնդիրներն առաջացել են, որովհետև Բաքուն ապօրինաբար պահում է հայ գերիներին եւ տարիներ շարունակ չի վերադարձնում։ Ադրբեջանական մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությամբ նոր իրողության շուրջ ադապտացման քաղաքականություն է սկսել Բաքուն։ Հայ գերիներին, նրանց ընտանիքի անդամներին ու հայ հասարակությանը փորձում են համոզել, թե գերիները իբր պատիժ են կրում Ադրբեջանում եւ տարբեր այցելություններով նրանց թույլ է տրվում օգտվել իրավունքներից։ Մինչդեռ այսպիսով հեռացնում են ամենամեծ ու հրատապ ազատ արձակման խնդրից։ Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, եթե Ադրբեջանը հարգում է մարդու իրավունքները, մարդասիրական նորմերը, ապա պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարներին։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Այս ամենի ֆոնին Ադրբեջանը խաղաղություն գոռալով շարունակում է իր պայքարը նաև հիշողության, ինքնության ու պատմության դեմ։ Այսօր Արցախում կռվում են մեր թողած հետքի դեմ եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ, գերեզմաններ, հայկական արձանագրություններ, այն ամենը, ինչը տարիներ շարունակ վկայել է հայկական ներկայության մասին, աստիճանաբար վերացվում, խեղաթյուրվում կամ ներկայացվում է այլ ինքնությամբ։ Եվ եթե մի ժամանակ աշխարհը լուր հետևում էր Բաքվի ռազմական գործողություններին, ապա այսօր նույն աշխարհը նույն լռությամբ հետևում է մշակութային վերացման գործընթացին։ Արցախում չեն ոչնչացնում միայն քարերը, Արցախում փորձում են վերացնել հիշողությունը, որպեսզի մի օր հնարավոր լինի ասել այստեղ երբեք հայեր չեն ապրել։ Քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, մշակութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածախ գյուղի հայրենական եւ արցախյան պատերազմների հուշարձանը, պղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Սրանք մշակութային վանդալիզմի միայն վերջին շրջանի արձանագրված դեպքերն են, մինչդեռ ամբողջական պատկերը ավելի ցավոտ է ու մտահոգիչ։ Անհետացել են ոչ միայն շինություններ, այլև այդ շինություններում եղած հայկական հետքը։ Խոսքը 1000-ից ավել արձանագրված դեպքերի մասին է։ Այդ թվում 7 ոչնչացված եկեղեցի, 10-ից ավելի հիմնովին ոչնչացված բնակավայրեր, պատմական թաղամաս ոչնչացված Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում եւ այլ բնակավայրերում։ Վաղուհասի գերեզմանոցի տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության եւ մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք, պնդում է Ավանեսովը։ Ադրբեջանը համակարգված կերպով Արցախում ոչնչացնում է պատմամշակութային ժառանգությունը, մեր հերոսների հիշատակը հավերացնող հուշակոթողներ, հուշարձաններ։ Սա համակարգված քաղաքականություն է եւ կապված է Ադրբեջանի այդ հայ քաղաքականության հետ, որի նպատակը տարածաշրջանի ամբողջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է։ Սակայն Բաքուն Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն։ Շուշիում օրեր առաջ զբոսաշրջային երթուղիներով շրջում էին օտարերկրյա դիվանագետներ, լսում այսպես կոչված վերականգնման մասին պատմություններ եւ տեսնում մի իրականություն, որտեղ հայկական հետքը փորձում են ներկայացնել արդեն այլ անունով։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր եւ թանգարաններ, ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացներին։ Օրինակ Շուշիի գորգերի թանգարանում դիվանագետներին ցույց են տվել հայկական արծվագորգերը եւ վիշապագորգերը ադրբեջանականի անվան տակ։ Դիվանագետները ծանոթացել են նոր մզկիթի նախագծին՝ Յենի Շուշա, հայերեն Նոր Շուշի մզկիթում, որի հիմքը դրվել էր 2021 թվականին։ Սա Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանձին ուղղություն է։ Երբ հայկական տարածքներում մշակութային ոչնչացված հուշարձանների տեղում կառուցվում են մզկիթներ եւ իսլամացվում քրիստոնեական երբեմնի հայկական լանդշաֆտը։ Պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել էր, թե Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերելու են իր պատմական տեսքին, այսինքն վերացնելու են ռմբակոծության հետքերը, վերականգնելու են գմբեթը։ Սակայն տեղի ունեցավ հակառակը, Բաքուն քանդեց երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը եւ դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։ Մաքրել են նաեւ արևմտյան ճակատի քանդակը, որը ներկայացնում էր Խաչակիր Քրիստոսը թեման։ Ավանեսովի խոսքով շինարարական աշխատանքների հենց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի ավերել տաճարի մշակութային կարևորությունը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրություններն ու այլ տարրեր։
եկեղեցու ճարտարապետական տեսքը մինչև 1920 թվականի Շուշիի հայերի ցեղասպանությունը եւ հայկական թաղամասի ավիրումը ունեցել է լրիվ այլ տեսք։ Այսինքն այնինչ մինչ ռմբակոծումը 20 թվականին մենք տեսել ենք եւ կար, դա նույն դա է եկեղեցու իսկական ճարտարապետական տեսքը, որը համապատասխանում է մինչ 1920 թվականի եւ դրան հաջորդած վանդալիզմի դեպքերին։ Խաչերի անհետացում, հայկական արձանագրությունների վերացում, ճարտարապետական ձևափոխումներ, հայկական գորգերի ներկայացում որպես ադրբեջանական ժառանգություն։ Երբ միջազգային հանրությունն ու դիվանագետները տեսնում են այս ամենն ու նրանց արձագանքը լինում է լռությունը, դառնում են Բաքվի հանցակիցը, տալով նրան կանաչ լույս մշակութային ցեղասպանությունը շարունակելու։ Գարի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջազգային լրահոսնել պակաս հետաքրքիր չէ։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ուես Թրիթինգը հրաժարական է ներկայացրել, ասելով, որ կորցրել է վստահությունը վարչապետ Քիր Սթարմերի կառավարության նկատմամբ։ Օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել եւս 3 նախարար։ Իդեպ հրաժարականի մասին է հայտարարել նաև Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան այն բանից հետո, երբ կորցրել է իշխող կոալիցիայի հիմնական կուսակցության աջակցությունը։ Վարչապետի հրաժարականից հետո Լատվիայում սպասվում է արտահերթ ընտրություն, որը պետք է որոշի երկրի կառավարության կազմը։ Այժմ տեղափոխվենք Պեկին, երբ աշխարհի երկու ամենահզոր պետությունների առաջնորդները հանդիպում են, նույնիսկ շփիթներն ու ձեռքսեղմումներն արդեն դառնում են քաղաքական ուղերձ։ Պեկինում այս օրերին մեծ քաղաքականությունը ներկայացվում է շքեղ արարողակարգի, կարմիր գորգերի ու դիվանագիտական ժեստերի միջոցով։ Բայց արտաքին փայլի հետևում իրականում ընթանում է աշխարհի ապագա ուժային բալանսի շուրջ ամենակարևոր բանակցություններից մեկը։ Մի կողմում Միացյալ Նահանգներն է, որը փորձում է պահպանել իր գլոբալ գերակայությունը, մյուս կողմում Չինաստանը, որը արդեն բացահայտ հավակնում է հանդես գալ ոչ թե որպես երկրորդ ուժ, այլ որպես Վաշինգտոնի հավասար մրցակից։ Եվ որքան էլ պաշտոնական հանդիպումները խաղաղ ու ջերմ մթնոլորտում անցնեն, իրական հարցերը շատ ավելի ծանր են։ Առևտրային պատերազմներ, տեխնոլոգիական մրցակցություն, միկրոչիպեր, Թայվան եւ համաշխարհային ազդեցության նոր բաժանում։ Այսօր աշխարհը հետևում է ոչ միայն Թրամփի այցին Պեկին, այլ այն հարցին, թե Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կարող են արդյոք կառավարել իրենց մրցակցությունը առանց այն վերածելու նոր գլոբալ ճգնաժամի։ Կարմիր գորգով, զինվորական պատվոշքերթով ու ճոխ ընդունելությամբ են չինացիները Պեկինում դիմավորել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Չինաստանի նախագահ Սին Ցինփինն անձամբ է ընդունել ամերիկացի առաջնորդին, ընդգծելով այցի կարևորությունն ու աշխարհի երկու խոշոր գերտերությունների միջև սպասվող բանակցությունների կշիռը։ Թրամփը վայրեջքից հետո տեղավորվել է Պեկինի Four Seasons հյուրանոցում, որը գտնվում է Միացյալ Նահանգների դեսպանատան հարևանությամբ։ Միջազգային մամուլը նկատում է այս այցում նույնիսկ ամենափոքր դետալն է հաշվարկված։ Չինաստանը մոտ 1 տասնամյակ ուսումնասիրել է Թրամփի քաղաքական ոճն ու վարքագիծը եւ լավ հասկանում է, թե որքան կարեւոր է նրա համար արտաքին շքեղությունն ու արարողակարգը։ Այդ պատճառով Պեկինը փորձել է ստեղծել հնարավորինս դրական մթնոլորտ, սկսած օդանավակայանի ընդունելությունից մինչև պետական բանկետներն ու փակ հանդիպումները։ Սակայն միջազգային մամուլը գրում է Պեկինի շքեղ արարողակարգի հետևում իրականում շատ ավելի լուրջ գործընթաց է ընթանում։ Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները վերջին տարիներին վերածվել են ոչ միայն տնտեսական, այլ արդեն գլոբալ ազդեցության պայքարի։ Վերջին անգամ Միացյալ Նահանգների նախագահը Չինաստան այցելել է դեռ 2017 թվականին։ Դրանից հետո Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Սկսվել էր առևտրային պատերազմը, սահմանվել էին մաքսատուրքեր, խորացել էր մրցակցությունը տեխնոլոգիաների ու միկրոչիպերի ոլորտում, իսկ Թայվանի հարցը դարձել էր երկու գերտերությունների միջև ամենավտանգավոր հակասություններից մեկը։ Բայդենի վարչակազմի տարիներին երկու երկրի առաջնորդները հիմնականում հանդիպում էին երրորդ երկրում, խուսափելով նման պետական այցերից։ Եվ հենց այդ պատճառով էլ Թրամփի ներկայիս այցը միջազգային մամուլում արդեն անվանում են հարաբերությունների մթնոլորտի փոփոխության կարևոր ազդանշան։ Կարծում եմ ավելի շուտ ինչ-որ հարցերում պայմանավորվելու փորձ է, քան ընդհանուր առմամբ հարաբերությունները երկարատև եւ կայուն ինչ-որ ռեժիմի բերելու։
որովհետև հասկանալի է, որ ավելի երկարատև ռեժիմի առնչությամբ հարցերը շատ ավելին են, բարդ են, պայմանավորված են լայն աշխարհաքաղաքական, այսպես ասենք, խաղատախտակի վրա ամենատարբեր հարցերով։ Թվացial ջերմության ու ժպիտների տակ իրական մրցակցությունը ոչ միտեղ չի անհետացել։ Արևմտյան փորձագետների խոսքով Վաշինգտոնն ու Պեկինը պարզապես փորձում են հարաբերությունները պահել վերահսկելի սահմաններում, թույլ չտալով, որ տնտեսական ու քաղաքական հակասությունները վերածվեն բաց բախման։ Միջազգային փորձագիտական կենտրոնները նշում են, որ Թրամփն ու Սի Ցզինփինը բանակցությունների եկել են տարբեր հաշվարկներով։ Թրամփին պետք են արագ եւ ցուցադրական արդյունքներ շուկաները հանգստացնելու եւ տնտեսական ճնշումները մեղմելու համար։ Իսկ Պեկինը փորձում է աշխարհին ցույց տալ, որ Չինաստանն արդեն ոչ թե պարզապես արտադրական կենտրոն է, այլ գլոբալ ուժ, որի հետ Միացյալ Նահանգները ստիպված է խոսել հավասարի դիրքերից։ Արևմտյան մամուլը նաև նկատում է, որ այս անգամ Չինաստանը իրեն բավական վստահ է զգում։ Մինչև Միացյալ Նահանգները միաժամանակ ներգրաված է մի քանի միջազգային ճգնաժամերում, Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք, Պեկինը փորձում է ընդլայնել իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունը, ներկայանալով որպես ավելի կայուն եւ կանխատեսելի գերտերություն։ Վերլուծաբանները գրում են, այսօր աշխարհն արդեն մտել է նոր փուլ, որտեղ տնտեսությունը, անվտանգությունն ու տեխնոլոգիաները այլևս հնարավոր չէ տարանջատել։ Թայվանի հարցը քննարկվում է նույն հարթության վրա, ինչ միկրոչիպերի արտադրությունը, արհեստական բանականությունը կամ էներգետիկ շուկաները։ Չեմ կարծում, թե օրինակ Չինաստանը կարող է գնալ ավելի երկարաժամկետ համաձայնությունների այն պարագայում, երբ հարց է, թե Թրամփը ինչպիսի վիճակում է լինելու կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո։ Եվ այս տեսանկյունից հակված եմ դրա համար մտածել, որ կլինեն պարզապես ընթացիկ համաձայնություններ։ Հենց այդ պատճառով էլ փորձագետների մեծ մասը չի սպասում մեծ համաձայնությունների կամ հարաբերությունների կտրուկ ջերմացման։ Ըստ միջազգային մամուլի հանդիպման գլխավոր նպատակը ոչ թե մրցակցությունը դադարեցնելն է, այլ այն վերահսկելի պահելը կանխելով բաց տնտեսական կամ ռազմական բախումը աշխարհի երկու գլխավոր գերտերությունների միջև։ Եվ այս ամենի ֆոնին Պեկինում հնչած Դոնալդ Թրամփի հայտարարությունը ձեռք է բերում առանձնահատուկ քաղաքական ենթատեքստ։ Նա նշել է, որ կցանկանար բաժակ բարձրացնել եւ կենացասել ամերիկացի եւ չինացի ժողովուրդների միջև հարուստ եւ ամուր կապերի համար, ընդգծելով, որ դրանք շատ յուրահատուկ հարաբերություններ են։ Այժմի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։